Ասուլիսը մեր հյուրն է Սուրեն Սուրինյանցը ներկայացնել է երբ պետք չէ, բայց ասեմ քաղաքագետ եւ դեմոկրատական այլընտրանք կուսակցության ղեկավարը, որի հետ մենք այսօր կփորձենք Սուրեն Սուրինյանցը կամփոփի քաղաքական կյանքը Հայաստանի 2025 թվականի եւ գոնե ինչ սպասումներ կան 2026 թվականի գոնե առաջի 6 ամսվա, հա? Ну ակնհայտորեն հաշվելով ընտրությունները ակնհայտորեն այս տարին դասական իմաստով ամփոփել դժվար է, որովհետև մի process է սկսվել, որը ավարտվելու է 2026 թվականի հունիսի 7-ին։ Այսինքն այդ առումով զուտ սովորական օրացուցային գրաֆիկը այս պայմաններում այնքան էլ արդյունավետ ամփոփման ձև չի։ Դերևս ապրիլ-մայիս ամիսներից Նիկոլ Փաշինյանը ակնհայտորեն մտավ նախընտրական տրամաբանության մեջ, նկատի ունեմ առաջին հերթին նրա հակաեկեղեցական կամպանիայի մեկնարկը, որը զուգակցվեց տոտալիտար համակարգ ձևավորելու նրա անթակույց մտադրությունների հետ, որտեվ հաճախ երբ ինձ հարցնում են հակաեկեղեցական կամպանիան ինչ մոտիվներ ունի, ես միշտ նույն պատասխանն եմ տալիս, քանի որ առանձնապես դավադրությունների տեսությունների սիրահար չեմ, ասում եմ, որ արտաքին մոտիվները բացարձակապես չեմ բացառում, իսկն արտաքին շահառուներ անպայման կլինեն այս process-ում, բայց գլխավոր մոտիվը Նիկոլ Փաշինյանի ներքին է, որտեվ նա ինչ-որ մի հատ X փուլից գիտակցեց, որ առանց տոտալիտար համակարգ ստեղծելու, առանց տոտալ ռեպրեսիաների չի կարող ինքը լուծել իր իշխանության վերարտադրության խնդիրը 2026 թվին։ Եվ գնաց իս եկեղեցին հասարակական ազգային շատ կարևոր ինստիտուտ էր, որ իշխանության վերահսկողության տակ չէր եւ նա պիտի ակնհայտորեն եկեղեցուն մարտահրավեր նետեր։ Իդեպ, որ եկեղեցու նորոգումը չի Նիկոլ Փաշինյանի փորացավ է, այսպես ասենք, ակնհայտորեն երևում է մի շարք փաստերից։ Նա է սկսեց պայքարը կուսակրոնության ուխտի այդ հայտնի պատմությամբ, իբրև թե կաթողիկոսը խախտել է, հետո երբ որ նրա կողը հայտնվեցին կներեք գրեհկաբանության համար ավելի ворց տիրադավ եպիսկոպոսներ, որոնց մասին ակնհայտ էլի տեղեկատվություն կա, որ այդ ուխտը խախտել են, Նիկոլ Փաշինյանը անցում կատարեց այլ մոտիվների, օրինակ խոսում է հիմա, խոսեց օտար շահերի սպասարկելու մասին, հակականոնիկ վարքագծի մասին, վերջում աղանդ բառը օգտագործեց, այսինքն ակնհայտորեն նա ցանկացած պատճառ հորինելու է, եկեղեցու հետ կապված իր պլանը իրագործելու համար բարենորոգում այստեղ կապ չունի, մանավանդ կներեք պիտի պնդում անեմ, վստահ չեմ, որ Նիկոլ Փաշինյանը դավանաբանական եւ այլ կանոնների եկեղեցու տիրապետումը չնայած մի քանի սաղմոսանգիր գիտի եւ մեջբերումներ սիրում է անել, բայց եկեղեցին շատ ավելի բարդ կառուցվածք է, քան մի քանի սաղմոսանգիր անել։ Ուրեմն սրան զուգահեռ տոտալիտար այլ քաղաքականության այլ դրսևորումներ ենք մենք տեսնում։ Օրինակ մենք տեսնում ենք պայքարը գործարար Սամվել Կարապետյանի դեմ, որը կալանավորվեց մի արտահայտության համար, որը մեծ ցանկության դեպքում հնարավոր չի համարել բռնության կոչ կամ եւ այլն, ԶԼՄ-ների դեմ հարձակումները, լրագրողների կալանավորումներ, ժուրնալիստների միության շենքը խլելու փորձ եւ այլն, այլ ռեպրեսիաներ, քաղաքական գործիչների եւ այսինքն հիմա ռեպրեսիան ամենատարածված երևույթն է Հայաստանի քաղաքական կյանքում։ Դա միակ գործիքն է, որի միջոցով Նիկոլ Փաշինյանը իր իշխանությունը փորձում է պահել։ Սա, այսինքն այս process-ը ապրիլ-մայիսից որ սկսվել է, իր տրամաբանական հանգրվանին հասավ մի քանի օր առաջ, երբ Եվրամիությունը խոստացավ Նիկոլ Փաշինյանին
աջակցություն կարծեմ 12 միլիոն եվրոյի չափ, որպեսզի նա պայքարի գոյություն չունեցող մի բանի դեմ։ Ռուսաստանից եկող հիբրիդային սպառնալիքների, դա օրինված մի բան է, այսինքն ակնհայտորեն ֆիքսենք, որ Եվրամիության չինովնիկները, որոնք որևէ աղերս չունեն արևմտյան արժեքների հետ, եւ այդ գնահատականը ի դեպի իմը չի, այդ գնահատականը տվել է Միացյալ Նահանգների փոխնախագահ Վենսը Մյունխենի համաժողովում եւ այդ գնահատականը տեղ է գտել Միացյալ Նահանգների ազգային անվտանգության ռազմավարության տեքստում, որը գիտեք 4 տարին մեկ, այսինքն ցանկացած նախագահի նոր մանդատի պարագայում թարմացվում է, հետեւաբար այդ եվրոպական էլիտաներին նույնիսկ արևմուտքում են շատ խիստ գնահատական տալի եւ ահա Եվրամիությունը խրախուսում է Նիկոլ Փաշինյանի ռեպրեսիաները եւ նրան բոնուս է տալիս էլեկտորալ ավտորիտարիզմ երկրում հաստատելու։ Այդ մոլդովական մոդել բան, որ այդքան խոսում են, տակ է դա, դա էլեկտորալ ավտորիտարիզմի ձև է, որը նպատակ ունի մի կողմից սատելիտ իշխանության վերարտադրությունը ապահովել, մյուս կողմից խնդիրներ հարուցել Ռուսաստանի համար։ Եվս մոդելի իհարկե մոլդովական մոդելը Հայաստանում չի կարող ճիշտ այնպես կիրառել, ինչպես Մոլդովայում։ Ամեն երկիր ունի իր առանձնահատկությունները։ Օրինակ Մոլդովան ոչ միայն հռետորաբանության, այլ աշխարհագրական առումով ավելի ինտեգրված է Եվրոպային։ Հետո մոլդովական ընդդիմության մեջ շերտեր կային, օրինակ Շորը գործարար, որ իսկապես Ռուսաստանում էր բնակվում այդ փուլում եւ այլն, այսինքն առանձնահատկություններ կային, ամբողջովին չենք կարող մենք նույնացնել, բայց ինքը ենթադրում է ֆիլտրումների համակարգ, Ունդեղ կար շուրքը իրաց, բայց այդտեղ է շատ կարևոր էր, որ Ռուսաստանի պես մեծ երկրում մի 2-3 տեղամաս բացվեց 500,000 հոգի մարդ է 10,000 բայց եւ արևմուտքում ու այնտեղ անբնական մասնակցություն եղավ, երբ որ արևմտյան երկրներում ընտրությունների մասնակցությունը բարձր չի լինում որպես կանոն։ Բայց այս մոլդովական մոդելը, որ փորձելու են Հայաստանում կիրառել, բնականաբար ինքը ֆիլտրումների համակարգ, ռեպրեսիաների համակարգ, կամայականությունների բազմազան գործիքներ փորձարվելու իշխանության վերարտադրություն ապահովել։ Հիմա կհարցնեք, դրա դեմ հակամիջոց կա, միանգամից ասեմ, որ այո, կա։ Միակ հակամիջոցը դրա հետևյալն է։ Ընդդիմությանը պետք է հաջողվի տեղամասեր տանել 50% գումարած ընտրողներ։ Այսինքն եթե ընտրողների թիվը 50%-ը գերազանցի, ոչ մի մոլդովական մոդել, ոչ մի կայակալաս չի կարող փրկել Նիկոլ Փաշինյանին։ Նիկոլ Փաշինյանի միակ դաշնակիցը ապատիկ, հուսահատված, հավատը կորցրած հասարակությունն է, որպեսզի ընտրությունների մասնակցության մակարդակը ցածր լինի եւ վարչական ռեսուրսն ու ռեպրեսիաները որակական արդյունք տան։ Այս եկեղեցու դեմ կամպանիան, որին քեզպես ուզում արագացնի, ինչ-որ մամուլում էլ տեղեկություններ են հայտնվել, որ դեկտեմբերի 28-ին ինչ-որ անցանկալի սցենար ենք տեսնելու, հենց դրա հետ է կապված։ Ինքը ուզում է ընտրություններին, նաև դրա հետ է կապված։ Ընտրություններին ընդառաջ ուզում է ստանալ ապատիկ, ոչնչի ու ոչ մեկի չհավատացող հասարակություն։ Դրա համար ինքը այսպես բոլոր միջոցները դրել է եկեղեցու վրա։ Արտաքին քաղաքական առումով անցնող տարին անշուշտ ամենակարևոր իրադարձությունը տեղի է ունեցել, որը էլի շարունակության մեջ է, որովհետև միայն հռչակագրեր դերևս ունենք, առանձնապես գործնական քայլեր չկան, այդ թրիփի հետ կապված պատմությունն է, որին զուգահեռ նախաստորագրվեց հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագիրը, ամենուր եւ բոլոր տեղերը Նիկոլ Փաշինյանը խոսում է հաստատված խաղաղության մասին, սա միայն ծաղր կարող է առաջացնել, որտեղ ինստիտուցիոնալ խաղաղության որևէ դրսևորման հետ գործ չունենք։ Փաշ չկա ինստիտուցիոնալ խաղաղության հաստատման։ Բենզինի մասին ասեմ, որտեղ հիմա դա տրենդային թեմա է,
22 վագոն բենզինը, եկեք երկու ասպեկտ էլ քննարկենք, նախ քաղաքական է, երբ որ ես ասում եմ ինստիտուցիոնալ խաղաղության հատկանիշ չկա, առաջին հերթին նկատի ունեմ, որ ինստիտուցիոնալ խաղաղությունը նշանակում է պայմանագրային պարտավորություններ, քաղաքական պատասխանատվություն եւ իրավական հետևանքներ։ Նման երեք հատկանիշ հայ-ադրբեջանական հարաբերություններում այս պահին գոյություն չունի։ Ճիշտ հակառակը գործ ունենք Ադրբեջանի հարաճուն պահանջների հետ, սահմանադրության փոփոխություն օրինակ։ Նույն օրը, երբ որ բենզինը Հայաստան էր գալի ու ոմանք այստեղ ծափահարում էին, օրինակ Ռուբեն Վարդանյանի համար դատախազը ցմահ ազատազրկում էր պահանջում։ Էլ չասեմ, որ այդ մասին իհարկե խլեցնում են եւ մեր ԶԼՄ-ներում շատ չի խոսվում։ ԱԳ նախկին նախարար Զուլֆ Վուգարովը, որը համարվում է ոչ պաշտոնական խոսնակներից մեկի Ալիևի, մեկը արդեն խոսում է այն մասին, որ մեր մեղրի երկաթուղին ադրբեջանական պիտի լինի, որտեղ այդպիսին է եղել սովետական միության տարիներին, եւ կասկածից վեր է, որ բանակցություններում շատ շուտով Ադրբեջանը այդ պնդումը անելու է, իմ ինսայդերական ինֆորմացիայով արդեն 6 ամիս այդ պահանջը Ադրբեջանը Հայաստանի առաջ դնում է, որ այդ երկաթուղի ներդրումներն են իրենք պատրաստ անել եւ այլն եւ այլն։ Հետևաբար այդ հիմա տնտեսական մասին էլ գամ։ Եթե որևէ մեկը կարծում է, որ 22 վագոն բենզինը, այդ սահմանափակ քանակը կարող է էներգետիկ շուկայի կառուցվածքը փոխել, վերացնել Հայաստանի կախվածությունները այդ ոլորտում, բերել իրական դիվերսիֆիկացիան, ուրեմն մարդը ոչ տնտեսությունից է որևէ բան հասկանում, ոչ քաղաքականությունից։ Սա քաղաքական սիմվոլիզմի դրսևորում է Պրյանիկ Նիկոլ Փաշինյանին, որ խաղաղությունը փորձի վաճառել մեր հասարակության վրա, ոչ ավելին, հավատացնում եմ ձեզ, ոչ ավելին։ Այսինքն ինքը նույնիսկ տնտեսական էֆեկտ չունի։ Մի շատ կարևոր բան էլ ասեմ։ Հիմա ռեկլամում են այդ բենզինը իբր 440 դրամով վաճառվելու է, դա մի մեծ նվաճում է ու նենգորեն մանիպուլացնում են հասարակությանը թաքցնելով, որ առաջին տրանզիտը ապահովելու համար վրացական երկաթուղին փող չի վերցրել, բայց հետո թաքցնում են, որ ընդհանրապես ասած այնպիսի տրանզիտի այնպիսի բարձր գին են առաջարկում, որ այդ 440-ը 640 օրինակ կարող է դառնալ, այսինքն վրացիները այնքան էլ հակված չեն այդ գործարքին, ինչի մասին շատ բացահայտ ասում են։ Դրա համար պատճառներ էլ կան։ Հետևաբար իմ պնդումը շարունակում եմ թողել ուժի մեջ, այդ պրյանիկները միջայլոց ղեկավար կա մեր հարևան երկրներից մեկի Էրդողանը, որ բացահայտ ասում, որ Հայաստանի ուղղությամբ ընդհանրապես խորհրդանշական քայլեր են արվելու, ախր պետքա տեքստերը կարդալ եւ նույնիսկ պետք էլ չի տողատակը հասկանալ, որտեղ շատ բացահայտ տերմինով ասում է մարդը։ Խորհրդանշական քայլը նշանակում է, որ մենք ոչ էական ինչ-որ բաներ կանենք, որը Փաշինյանին թույլ կտա խաղաղություն անունով ապրանքը վաճառել հայ ժողովրդի վրա, բայց մեզ բաներ մի սպասեք։ Օրինակ, երրորդ երկրների համար քաղաքացիների համար սահմանը կբացեն։ Օրինակ, այդ ավիաչվերթների թիվը կավելացնեն։ Այդպիսի բաներ կանեն, որոնք խորքային իմաստով հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման չեն բերելու։ Բայց բաներ են, որոնք Նիկոլ Փաշինյանը ֆոնային կարող է վաճառել Հայաստանի ժողովրդի վրա։ Դրա համար եմ ասում։ Ինչ մնում է թրիփին, մի անգամից ասեմ, որ թրիփը բազմաթիվ անգամներ եմ ասել, հիմա էլ շեշտեմ, թրիփը աշխարհաքաղաքական բալանս ռեգիոնում չի ապահովում, այսինքն սպասարկում է շատ կոնկրետ աշխարհաքաղաքական կենտրոնի, շատ կոնկրետ երկրների շահեր եւ հակադրության մեջ է մտնում ռեգիոնալ 3-4 ազդեցիկ կենտրոնների շահերի հետ, իսկ աշխարհաքաղաքական բալանս եթե չկա, այդ նախագիծը հազիվ թե կարողանա նպաստել ինստիտուցիոնալ խաղաղությանը, եւ եթե չկա աշխարհաքաղաքական բալանս, վստահ չի կարելի պնդել, որ թրիփը միանշանակ իրականություն կդառնա։
Սա միանշանակ կարող եք վստահ լինել, ես թրիփի մասին ես երբեք կոչ չեմ անում թրիփը չեղարկել կամ չեմ ասում, երբ որ իշխանությունը փոխվի, թրիփը չեղարկվի, որտեվ եթե իշխանությունը փոխվի, ցանկացած նոր իշխանություն ստիպված կլինի հարգել Հայաստանի ստանձնած բոլոր միջազգային պարտավորությունները, այլ խնդիր է, որ կոնտրառաջարկներով պետք է ռիսկերը կառավարվեն։ Բայց ուզում եմ ասեմ, որ թրիփի մասին միշտ վերապահումով եմ խոսել, որովհետև ինչպես նոյեմբերի 9-ի փաստաթուղթը կյանքի չկոչվեց, որտեղ գլոբալ հակադրության պայմաններում խանգարող սուբյեկտներ եւ գործոններ առաջ եկան, այնպես էլ որևէ երաշխիք չկա, որ այդ գլոբալ հակադրության պայմաններում գործելու է թրիփը։ Այսքան է երևի տարվա հետ կապված, եթե հարցեր կլինեն, կա հարցեր։ Ռոբեր, առաջի հարցը դուք ասացիք մայիսից Փաշինյանը սկսել է պատրաստվել ընտրություններին։ այո, Իսկ դուք ինչ եք անում օպոզիցիա, երբ այնց եք սկսել պատրաստել, եթե սկսել եք, եւ ինչ եք պատրաստում դե գիտեք, որ ասեմ ընդդիմադիր դաշտում նախապատրաստական աշխատանքներ այդ առումով չկան, անկեղծ չեմ լինի, բնականաբար ընդդիմադիր դաշտում էլ խմորումներ են տեղի ունենում եւ ես կարծում եմ 4-5 ազդեցիկ ընդդիմադիր բևեր կառաջանա, որոնք հայտ կներկայացնեն առաջիկա ընտրություններին մասնակցելու, այս ընտրությունները նաև որոշակի առումով խոշորացման են նպաստելու ընդդիմադիր դաշտում, որովհետև կոնսոլիդացիոն խոշոր կենտրոնների ստեղծման փուլը, ասում եմ մի 4-5 այդպիսի կոնսոլիդացիոն կենտրոն ես տեսնում եմ, որ ասեմ ընդդիմությունը շատ բավարարակ հայլեր անելու առումով, տեղ էլ անկեղծ չեմ լինի, ցավոք սրտի իշխանությունը էլի օրակարգ թելադրող է մնում եւ շատ հարցերում գերազանցում ընդդիմությանը ուղղակի ավելի արդյունավետ է գործում, այլ խնդիր է, որ այդ արդյունավետությունը երկրին որևէ բարիք կամ օգուտ չի տալիս, բայց դա այլ զրույցի թեմա է։ Հիմա բայց ընդդիմադիր բոլոր գործընկերներ, մենք էլ որպես կուսակցություն բնականաբար կոնսոլիդացիոն կենտրոններից մեկում շատ ակտիվ մասնակցություն ունենք եւ բնականաբար այդ ֆորմալիզացված ձևերը, ինչ դաշինքներ կձևավորվեն կամ ինչպիսի լուծումների կգանք, այդ պետք չի շտապել, դրա համար կան հունվար, մարտ ամիսները, ամեն ինչը հերթականության ուրեմն կհայտարարվի, կհրապարակվի։ Բայց ընդդիմադիր բոլոր կուսակցությունները, այդ թվում մեր կուսակցությունը մի հատ շատ կարևոր բան կա, որ պիտի հաշվի առնեն։ Աքսիոմատիկ ճշմարտություն է, որ երկրում տեղի չեն կարող ունենալ մրցակցային օրինական ընտրություններ, եթե այդ երկրում կան քաղաքականավորներ։ Դա հենց մրցակցային ընտրության սկզբունքին ամբողջովին հակոտնյա է։ Հետևաբար, եթե ընդդիմադիր քաղաքական ուժերը իրապես ձգտում են ընտրությունների միջոցով հասնել որակական փոփոխությունների, այսինքն իշխանության փոփոխության, պետք է դնեն մի կողմ իրենց բոլոր հակասությունները եւ առաջին հերթին լուծեն քաղաքականավորների ազատ արձակման խնդիրը եւ նաեւ կասեցնեն իշխանության հակաեկեղեցական կամպանիան, որտեղ այս երկու բաղադրիչը ուղղակիորեն մարտահրավեր է օրինական եւ մրցակցային ընտրությունների։ Սա շատ կարևոր արձանագրում է, իսկ եթե մենք այս խնդիրը չլուծենք, 2026-ի ընտրություններում իշխանության սցենարի իրագործման հավանականությունը շատ մեծանում է։ Ես մի 2 ամիս առաջ այստեղ զրուցում եմ մի հատ քաղտեխնոլոգի հետ, որը ասաց, որ մենք փոքր երկիր ենք, փոքր երկրում ընտրությունների արդյունքները կապված են ոչ թե մենակ տեղի ժողովրդի ընտրությունների հետ կապված ումա քննարկում, այլ նաև գերտերությունների կախված, որոնք ինչ որ մի ուժին օգնում են, հա, սատար են կաղնում։ Հիմա իշխող ուժին մենք տեսնում ենք ով է սատար կաղնում, Թուրքիան կա, Ադրբեջան կա, Եվրոմիությունը կա, մենք պրանիկների մասին խոսացիք, ինչ գարանտիա կա, որ ասենք թե մայիսին ուրիշ պրանիկները չեն, չեմ ասում Թուրքիայից Ադրբեջան, հենց Եվրոմիությունից
ազատակացնում եք վիզա ստանալու այդ հարցը, որ կողմը։ Ես Օրինակ է։ ընդհանրապես չեմ բացառում ձեր ասածը, մանավանդ որ մայիս-հունիսին Երևանում տեղի ունենալու այդ Եվրամիության քաղաքական գագաթաժողովը, չէ՞։ Եվրոպայի քաղաքական համայնքի գագաթաժողովը եւ այստեղ գալու են Եվրոպա միության անդամ եւ բոլոր երկրների ազդեցիկ դեմքեր են բոլոր։ Ես չեմ նախ սա շատ լավ PR-ի առիթ է իշխանության համար եւ երկրորդը սա նաեւ գուցե ձեր ասած հարցը հենց այդ գագաթաժողովի շրջանակներում շատ ակտիվ քննարկվի։ Հիմա տեսեք, Իսկ ու այդ շահում վերջացնեմ։ Իսկ օպոզիցիայի սատարող ուժեր կան, ես չեմ տեսնում ճիշտ ասած։ տեսեք Նիկոլ Փաշինյանը մի հատ այնպիսի քաղաքականություն է վարում, որ արտաքին կենտրոններից ով չի ալարում եւ հնարավորություն ունի, միջամտում է Հայաստանի ներքին կյանքին։ Ասում եմ ով չի ալարում եւ ունի այդ հնարավորությունը։ Եվ այդ ռուսերեն մի շատ վատ արտահայտություն կա, այսինքն այս դեպքի համար, որը ամենատիպիկն է, պրախատնոյ դվոր ենք դարել, որտեղ ասում եմ ցանկացած մեծ կամ փոքր ազդեցություն ունեցող երկիր փորձում է միջամտել։ Այո, ակնհայտորեն Նիկոլ Փաշինյանը վայելում է արևմուտքի ուլտրագլոբալիստական լիբերալ ուժերի, այդ ուլտրալիբերալ գլոբալիստական ուժերի աջակցությունը եւ այո, Նիկոլ Փաշինյանի թեթև ձեռքով Հայաստանը այդ ուժերի ձեռքին դարձել է պրոքսի պատերազմի գործիք։ Այս բոլոր այոները հաստատում եմ։ Հիմա դուք եթե կարծում եք, որ դրա Նիկոլ Փաշինյանի արտաքին օրակարգեր սպասարկելու, դեմ առնելու լավագույն ճանապարհը նա, որ մի հատ էլ տղա մենք գնանք բերենք։ Սա ամենալավ ճանապարհը չի, որովհետև դա կարա բերի երկրի սուվերենության ու սուբյեկտության ամբողջական ոչնչացմանը։ Հիմա Նիկոլ Փաշինյանի տղա բերելու մոլուցքին պետք է հակադրվել ոչ թե ուրիշ տեղից տղա բերելով, այլ հասարակությանը սուբյեկտ դարձնելով։ Դրա համար խոսքիս առաջին մասում ես ասեցի, եթե ընդդիմությունը կարողանա 50% գումարած մեկ բերել տեղամասեր, մենք հնարավորություն կստանանք Նիկոլ Փաշինյանին փաթեթավորենք եւ որպես օժիտ ուղարկենք Կայա Կալասին։ Մենք կարանք այդ խնդիրը լուծենք, կհաջողենք։ Կայա Կալասն էլ օժիտ կստանա Նիկոլ Փաշինյանի դեմքով։ Մոլդովայի օրինակն եք բերում ասուլիսի սկզբին։ Այնտեղ մի բան էլ կատարվեց, որը մենք ոնց որ թե նրա մասին չխոսենք, նրանք ընտրություններից առաջ, բուկվալ մի երկու օր առաջ, այն գլխավոր օպոզիցիոն ուժը կուսակցությունը հանեցին։ Ես ասացի ֆիլտրումների մասին որ խոսում էի, դա է նկատի։ Եկա կարող է մեր մոտ էլ նույն բանն լինի։ Իսկ ով ասես որ չի լինելու։ Հիմա մի հատ այնպես վիճակում ենք ապրում, որ եթե տեսեք միշտ դեմոկրատիայի ընտրությունների որակը գնահատել են արևմտյան կառույցները։ Հիմա արևմտյան կառույցները ասեցի, աշխարհակաղակական շահերից ելնելով քաջալերում են այս իշխանությանը, եւ նրանց համար օքեյ կլինի նույնիսկ, եթե Նիկոլ Փաշինյանը ուղիղ եթերում մարդ ուտի եւ իր զոհին ներկայացնի որպես ռուսական գործակալ։ Իրանք կծափարեն, կասեն Հայաստանում մեծ առաջընթաց է գրանցում դեմոկրատիան։ Եվ իհարկե այստեղ ինքը ֆիլտրումներ էլ անելու, թիրախավորված քրեական գործեր էլ հարուցելու։ Էլի կրկնեմ, սրա հակադրվելուց միակ ձևը իրական այլընտրանքային կենտրոններ ձևավորելն է։ Ի վերջո բոլոր ընդդիմադիրներին չի կարող ֆիլտրել։ Պիտի ներդաշնակ սինխրոնացված վարկագիծ ունենան ընդդիմադիր ազդեցիկ 4-5 միավորները եւ կարողանան մեծացնել հասարակության դերը։ Հասարակությունը մնաց այսօրվա ապաթիկ անտարբեր վիճակում, Նիկոլ Փաշինյանը կարող որոշի ընտրություն չանել։ Ուղղակի հունիսի 7-ին իրան հրճակել օրինակ իր արևմտյան Ադրբեջանի փոխարկա օրինակ։ Կարա չէ՞ դες բանելի կամ իրական Հայաստանի ցմակ կայսր կամ կարող որոշեն անկախության հռչակագրի փոխարեն սահմանադրության նախաբանում հղում անել Փաշինյանի որևէ թեղավոր արտահայտության։ Դրա համար ասում եմ, միակ ձևը հասարակությանը սուբյեկտ դարձնելն է։
էլի գամ ձեր նախորդ հարցին։ Հանդիմությունում էլ կան գործիչներ, որոնք բյամտաբար կարծում են, որ հեսա դրսից դաբրոնել կփոկեն եւ այլն, այդ չի աշխատում։ Ընդհակառակը մենք պիտի ամեն ինչ անենք, որ աշխարհակահաղական շահերի բախման կիսակետ Հայաստանը չդառնա։ Բայց դրա համար մենք պիտի հասարակության ակտիվացման, իսկ հասարակությունը երբ է ակտիվանում։ Երբ որ տեսնում է քաղաքական ուժերը մի հայտ եկել, որոնք կարող են փոփոխություններ բերել, ճիշտ է։ Ոչ միայն լավ խոսում են, խելոք խոսում են, կարող են փոփոխություններ բերել, կարող են տեսեք, էլի ապացիկ վիճակում էր 98 թվին հասարակություն 1998 թվին, առաջացավ Կարեն Դեմիրճյանի ֆենոմենը, հասարակության մեջ փոփոխությունների հույս առաջացավ։ 2008 թվին այդ հույսը մտցրեց Լևոն Տեր-Պետրոսյանը։ Էլի կարող եմ օրինակ բերել։ 1996-ին խիստ պառակտված ֆրագմենտալ ընդդիմություն ունենք, բայց հենց Վազգեն Մանուկյանին հաջողվեց կոնսոլիդացիա ապահովել, հասարակության մոտ փոփոխությունների հույս առաջացավ։ Բագրատ Սրբազանը իմ ավակ ընկերն է, բայց ես համարձակություն ունեցել եմ, անձնական սիմպաթիան թողեմ մի կողմ եւ շարժման ինչ-որ փուլում ասեմ, ընդ որում էլ փողոցը շատ ակտիվ էր, որին ակնհայտ տակտիկական քաղաքական սխալներ է գործում, ինչի հետևանքով շարժումը կարող է անկում ապրել, ցավոք սրտի այդպես էլ եղավ, որովհետեւ աքսիոմատիկ ճշմարտություններ կան։ Քաղաքագիտությունը նույնպես գիտություն է, որը ենթարկում է ինչ-որ կանոնների։ Այնուամենայնիվ Բագրատ Սրբազանին 2 հատ շատ կարևոր բան հաջողվել է անել։ Դա նշանակում է, որ մեր հասարակությունը փոփոխությունների ցանկություն ունի։ Ընդհանրապես պետք է խարիզմատիկ առաջնորդ։ Տասնյակ հազարավոր մարդիկ շատ մեծ թվով առաջին անգամ Նիկոլ Փաշինյանի պատուհանի տակ գոռացին պահանջեցին նրա հրաժարականը եւ իշխանությունը ընկավ ակնհայտ վախերի մեջ։ Եվ դրանից մի քանի օր հետո Նիկոլ Փաշինյանը կալանավորի կարգավիճակում էր շրջագայում Երևանում։ Հիշում եք, որ պիտի գնար ազատության օպերայի դահլիճ, ազատության հրապարակի շոր մի հատ ֆորումի, ամբողջ քաղաքը ոստիկանությամբ շրջափակել էին, այտենց մենակ կալանավորին են տեղից տեղ ուղեկցում, էլի, որպեսզի այսինքն ինքը ըստ էության ամբողջ քաղաքն են կենտրոնն են շրջափակել, բայց իրականում կալանավորի կարգավիճակում հենց Նիկոլ Փաշինյանն էր հայտնվել, որտեղ մնացած մարդիկ ազատ էին, ինքն էր իշում։ Նույն հիմա տեսեք հարցում եք, դες լիդեր կարա ծնվի, ընտրական process-ը հենց դες բանով է ուժեղ, որ շատ անակնկալ լուծումներ են երբեմն լինում։ Իհարկե ես գիտեմ, ես երևի նկատել եք, որ ես ի տարբերություն դիմադիր մյուս գործիչների կամ շատ գործիչների չեմ զլանում կամ չեմ նեղվում ընդդիմության թույլ կողմերի մասին է խոսել, որովհետև ես համարում եմ, որ միայն այդ ձևով կարող են կառուցնավետ լուծումներ գտնել։ Այս պահին ձեր հարցը շատ լեգիտիմ է, որովհետև ոնց որ էլ չի երևում այդ մի հատ տես պոկված ռեյտինգով, վարկանիշով պոկված տեխնացու։ Բայց ես խորհուրդ կտայի մի քիչ առաջիկա ամիսներին սպասենք, 1-2 միջև փետրվար, որովհետև համոզված եմ, որ այդ 3-4 ուժեղ ընդդիմադիր բևեռները ձևավորվելու են, իսկ դա որոշակիորեն հասարակական ապատիկ վիճակը կփոխի, կարծում եմ։ Ամենայն դեպս ես այս պահին շատ մեծ լավատեսությամբ լսված չեմ, բայց ամբողջովին հորետուսության տրամադրություններով էլ չեմ ուզում համակվել, որովհետև քաղաքականությունը մշտապես գործող process է, պիտի կարողանաս լուծումներ գտնել, ոչ թե բախտը տանիծել, էլի, որ այսինչ վատ վիճակ է եւ այլն։ Նիկոլն էլ նենց ամենահզոր բանը չի, էլի, այտենց ղեկավարը չի։ Իրապես գործիչներ են եկեք գնացի։ Ես ուզում եմ մի բան հիշեցնել, մի քանի օր առաջ հիշել էի այդ մասին գրեցի, երբ որ այս տիրադավներին ոստիկաններով պաշարված կամ խուլիգաններով ոնց հիմա կուզեք, այդ միկրոավտոբուսով տարան Մայրաթոր բերեցին։ Ես հիշեցի ակամայից 2018-ի մի հատ դրվագ։
երբ որ փողոցները արդեն կաթվածահար վիճակում էին, տեղաշարժվել հնարավոր չէր, հանրապետական падգամավորները հերավոր կայանի բանվորի արձանի մոտի մետրոյով էին գալիս ազգային ժողով, որտեղ տեղաշարժվելու խնդիր ունեին։ Այսինքն իշխանության հետ նույնանալը վտանգավոր էր դառնում հասարակության աչքին երևալու համար։ Հիմա նույն վիճակը է ստիրադավների հետ միկրոավտոբուսը որ տեսա, տենց բինդուղեկցումով հասկացա, որ նույն վիճակում հայտնվել է Նիկոլ Փաշինյանը, այսինքն բոլոր այն մարդիկ, ովքեր աֆիլիացում են Նիկոլ Փաշինյանի հետ, նրանց ներկայությունը հասարակական միջավայրում այլևս անվտանգ չի։ Իրանք շատ լավ հասկանում են, որ հասարակությունը մի բառով է իրանց բնորոշում զզվանք։ Եվ սա խոսում է իշխանության լեգիտիմության շատ լուրջ ճգնաժամի մասին։ Մեծ հաշվով ես առիթ ունեցել եմ ասելու։ Նիկոլ Փաշինյանի իշխանության քաղաքական ֆիասկոյի հետ հաշվարկը միացված է։ Ժամացույցը միացված է։ Այս իշխանությունը նման է մի հատ քաղաքական դիակի, որին ուղարկավորողները տարբեր պատճառով չեն հավաքվել։ Ես ձեզ հավատացնում եմ, եթե ինքը 2026-ին ամեն գնով երկու ճանապարհ ունի Նիկոլ Փաշինյանը, կամ թողի 2026-ին նորմալ ընտրություններ լինեն, իսկ դա բերելու անխուսափելի իր հեռացմանը, բայց ինչ-որ երաշխիքներով բանով, կամ ինքը ամեն գնով կարճի ատամներով իշխանությունից, բայց այդ դեպքում ինքը իշխանության պահպանած միևնույնը չի լուծելու։ Մի հատ շատ անկայուն իշխանություն ենք ստանալու, ամեն գնով իշխանությունը վերարտադրելու հետևանքով, որը եւ արտաքին ցնցումների մեջ է լինելու եւ արտաքին հարաբերություններում ֆորս մաժորի մեջ լինելու եւ ներքին ցնցումների ռեժիմով ապրելու, այդ տիպի իշխանությունները դիմանում են մի քանի ամիս կամ մաքսիմում 1-1.5 տարի։ Բայց այդ տիպի իշխանությունները ցնցումներով են արդեն հեռանում։ Քան իշխանություն, Նիկոլ Փաշինյանը հստակ խնդիր ունի։ Արժանապատիվ մարդավայել իշխանությունը օրինական ընտրություններով հանձնել 2026 թվականին կամ 2027-28 թվականներին հեռանալ ցնցումների ճանապարհով արդեն ֆորս մաժորային սցենարներով։ Հիմա թողինք ընտրություն կատարի, մեծ հաշվով ելի եմ ասում, սա լավ իշխանություն չի։ Նայեք ով էր մայրաթոռում Նիկոլ Փաշինյանի սոցիալական հենարը, ձեր համար ամեն ինչ պարզ կդառնա։ Սոցիալապես եւ բարոյապես խոցելի խմբեր հասարակության, որոնց չեմ ուզում թիրախավորեմ, դե եթե նորմալ երկիր լիներ այնտեղ հավաքված շատ կանանց եւ տղամարդկանցով, պիտի զբաղվեին բժիշկներն ու հոգեբանական ծառայությունը, չառանց սարկազմի եմ ասում։ Այնտեղ մարդիկ կային, որոնք խնդիրներ ունեին կամ բարոյականության հետ, կամ հոգեկան առողջության հետ, կամ էլ հակասոցիալական կերպար են, որովհետև տարբեր պատճառներով մարգինալացված են։ Բայց այդ մարդիկ չեն խնդիր, այդ խեղճ ու կրակ, որոնց շահագործելով բերել լցել էին տեղ։ Այդտեղ մի հատ քաղաքապետ կար, որ Խուժան էր, կամ Խուժանից Ոշիմանով չէր տարբերվում։ Այդ քաղաքապետը պիտի հասկանա, որ Նիկոլա Հավերշի վաղ թե ուշ ինքը պատասխան է տալու։ Փոխկահավաքապավոր Խուժաններ կային, մարզպետների կամ այլոց դեպքով, կամ էլ մեկը իմացա օպերայի փոխտնօրենն է։ Այսինքն հասկան այս սոցիալական բազայով երկար իշխանություն չես պահի։ Ասենք, չգիտեմ, ասենք հիմա Թալինի ժողովուրդը իրան լավ ասկում։ Ասենք, չէ, ես եթե իմանամ նույնիսկ իմ շենքի համատիրության ղեկավարը խուլիգան կամ խուժան է, սկսելու եմ շենքի անվտանգության ու ընդհանրապես մյուս խնդիրների մասին մտահոգվել։ Եղավ, շնորհակալություն, արդեն կհանդիպենք մյուս տարի։ Այո, շնորհավոր նոր տարին, շնորհավոր Սուրբ Ծնունդ, թող հաջորդ տարին ավելի խաղաղ, բայց իրական խաղաղության մասին է եւ բարեկեցիկ դարձնի մեր երկիրը։